42 16 Լավ է, գրաֆիկով գնում ես, նորմալ։ Համաձայն բանակային խաղերի կանոնակարգի բոլոր մարզաձևերի մրցանակակիրները պարգևատրվում են մեդալներով, պատվոգրերով և դրամական մրցանակներով։ Այժմ կպարգևատրվի ռազմամարզական քառամարտի մրցաձևի մեդալակիրները։ Մեդալակիրներին պարգևատրելու համար հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանին։ Պարգևատրման են հրավիրվում մրցանակակիր կանայք։ Երրորդ տեղն է զբաղեցրել ենթասպա Ռուզաննա Աբազյանը, Պաշտպանության նախարարության երրորդ թիմ։ Երկրորդ տեղն է զբաղեցրել ենթասպա Սոնա Ադամյանը, պետական պահպանության ծառայության թիմ։ Առաջին տեղն է զբաղեցրել մայոր Արմինե Գրիգորյանը, Պաշտպանության նախարարության 5-րդ թիմ։ Պարգևատրման են հրավիրվում մրցանակակիր տղամարդիկ։ Երրորդ տեղն է զբաղեցրել լեյտենանտ Նարեկ Սահակյանը, պետական պահպանության ծառայության թիմ։ Երկրորդ տեղն է զբաղեցրել լեյտենանտ Արթուր Պետրոսյանը, Պաշտպանության նախարարության 2-րդ թիմ։ Առաջին տեղն է զբաղեցրել լեյտենանտ Սարգիս Մելքոնյանը, սահմանելով նռնակի նետում վարժաձևում բանակային խաղերի ռեկորդ 108 միավոր, Պաշտպանության նախարարության 5-րդ թիմ։ Քառամարտ մարզաձևում ռեկորդներ են սահմանել նաև Արդարադատության նախարարությունից Վարդան Բալոյանը, կատարելով 47 ձգում պտտաձողից։ Պետական պահպանության ծառայությունից Գուրգեն Գաբրիելյանը 10 րոպե 52 վայրկյանում հաղթահարելով 3000 մետր վազքատարածությունը։ Այժմ կպարգևատրվեն ռազմականացված կրոսավազք մրցաձևի մեդալակիրները։ Մեդալակիրներին պարգևատրելու համար հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Աննա Վարդապետյանին։ Պարգևատրման են հրավիրվում մրցանակակիր կանայք։ Մրցանակային երրորդ տեղն է գրավել ենթասպա Մարիամ Խաչոյանը, ազգային անվտանգության ծառայության 2-րդ թիմ։
Երկրորդ տեղն է գրավել կուրսանտ Մելինե Թամրազյանը, Պաշտպանության նախարարության 5-րդ թիմ։ Եվ այս մրցաձևի կանանց պայքարում հավասարը չի ունեցել կապիտան Օքսաննա Ալեքսանյանը, Պաշտպանության նախարարության 2-րդ թիմ։ Պարգևատրման են հրավիրվում մեդալակիր տղամարդիկ։ Պատվոհարթակի 3-րդ աստիճանին կկանգնի Շարքային Անդրանիկ Փելեշյանը, Պաշտպանության նախարարության 2-րդ թիմ։ Արցաթե մեդալակիր է դառնում կուրսանտ Ռազմիկ Հովանիսյանը, Պաշտպանության նախարարության 5-րդ թիմ։ Եվ պատվոհարթակի ամենաբարձր աստիճանին կկանգնի մայոր Սեյրան Ավետիսյանը, Պաշտպանության նախարարության 2-րդ թիմ։ Շնորհակալություն։ Այժմ կպարգևատրվեն ռազմամարզական կողմնորոշում մրցաձևի մեդալակիրները։ Մեդալակիրներին պարգևատրելու համար հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության Պետական Պահպանության ծառայության պետ գնդապետ Արթուր Գասպարյանին։ Պարգևատրման են հրավիրվում մրցանակակիր կանայք։ Երրորդ տեղն է զբաղեցրել սերժանտ Մելինե Զաքարյանը, ներքին գործերի նախարարության 3-րդ թիմ։ Երկրորդ տեղն է զբաղեցրել ենթասպա Միլենա Մուրադյանը, Պետական Պահպանության ծառայության թիմ։ Եվ առաջին տեղն է զբաղեցրել կուրսանտ Մարիամ Թովմասյանը, Պաշտպանության նախարարության 5-րդ թիմ։ Այժմ պարգևատրման են հրավիրվում մրցանակակիր տղամարդիկ։ Երրորդ տեղն է զբաղեցրել կապիտան Արտակ Անդրեասյանը, Պաշտպանության նախարարության 2-րդ թիմ։
Երկրորդ տեղն է զբաղեցրել ենթասպա Հովանես Նադոյանը, պետական պահպանության ծառայության թիմ։ Առաջին տեղն է զբաղեցրել ավագ լեյտենանտ Էդուարդ Հովսեփյանը, Պաշտպանության նախարարության 5-րդ թիմ։ Այժմ պարգևատրվեն հրաձգություն ԱԿ 103 ինքնաձիգից մրցաձևի մրցանակակիրները։ Մեդալակիրներին պարգևատրելու համար հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Դավիթ Սանամյանին։ Ինչպես նաև հատուկ մրցանակ հանձնելու համար հրավիրում ենք Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Ալեքսանդր Մանուչարյանին։ Պարգևատրման համար հրավիրվում են մրցանակակիր կանայք։ Պատվոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնում ենթասպա Սվետլանա Գրիգորյանը, ազգային անվտանգության ծառայության 3-րդ թիմ։ Երկրորդ մրցանակակիր է դառնում լեյտենանտ Անահիտ Բաբայանը, Պաշտպանության նախարարության 3-րդ թիմ։ Եվ ոսկե մեդալակիր է դառնում առաջին դասի խորհրդական Նազելի Սարգսյանը, քննչական կոմիտե։ Իդեպ Նազելի Սարգսյանը սահմանել է բանակային խաղերի ռեկորդ 245 միավոր արդյունքով։ Առաջին տեղ գրաված մասնակցի նաև անհատական նվեր կհանձնի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Ալեքսանդր Մանուչարյանը։ Հրավիրվում են մեդալակիր տղամարդիկ։ Պատվոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնում մայոր Արթուր Հովանիսյանը, Պաշտպանության նախարարության 5-րդ թիմ։ Երկրորդ տեղն է գրավել ենթասպա Կարեն Մինասյանը, պետական պահպանության ծառայության թիմ։ Եվ այս մրցաձևում բոլորին գերազանցել է մայոր Գրիգոր Օգանեսովը, Պաշտպանության նախարարության 2-րդ թիմից։ Գրիգոր Օգանեսովը ևս սահմանել է բանակային խաղերի ռեկորդ 262 միավոր արդյունքով։ Այժմ կպարգևատրվեն հրաձգության դիպուկահար հրացան մրցաձևի մեդալակիրները։ Մեդալակիրներին պարգևատրելու համար հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Սրփուհի Գալյանին։ Պարգևատրման են հրավիրվում մրցանակակիր կանայք։ Երրորդ տեղն է զբաղեցրել կրտսեր սերժանտ Ալա Խոջյանը, Պաշտպանության նախարարության 3-րդ թիմ։
Երկրորդ տեղն է զբաղեցրել ենթասպահ Մերի Գրիգորյանը, պետական պահպանության ծառայության թիմ։ Առաջին տեղն է զբաղեցրել մայոր Ալիսա Ազարյանը, սահմանելով բանակային խաղերի ռեկորդ 115 միավոր, ներքին գործերի նախարարության առաջին թիմ։ Շնորհակալություն։ Պարգևատրման են հրավիրվում մրցանակակիր տղամարդիկ։ Երրորդ տեղն է զբաղեցրել ավագ Վահագն Մելիքյանը, պաշտպանության նախարարության երկրորդ թիմ։ Երկրորդ տեղն է զբաղեցրել մայոր Դավիթ Սիլանյանը, ներքին գործերի նախարարության առաջին թիմ։ Առաջին տեղն է զբաղեցրել Հովհաննես Խաչատրյանը, սահմանելով բանակային խաղերի ռեկորդ 136 միավոր, ներքին գործերի նախարարության երրորդ թիմ։ Այժմ կպարգևատրվեն հրաձգություն ատրճանակից մրցաձևի մեդալակիրները։ Պարգևատրելու համար հարթակի մոտ եմ հրավիրում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Պարգևատրման են հրավիրվում մեդալակիր կանայք։ Այս մրցաձևում բրոնզե մեդալակիր է դառնում լեյտենանտ Մարինե Այվազյանը, ներքին գործերի նախարարության առաջին թիմ։ Երկրորդ մրցանակակիրը կապիտան Քրիստինե Թորոսյանն է, ներքին գործերի նախարարության երրորդ թիմ։ Եվ այս մրցաձևում լավագույն արդյունքը ցույց է տվել շարքային Էլեն Դանիելյանը, ազգային անվտանգության ծառայության երկրորդ թիմ։ Շնորհակալություն։ Պարգևատրման են հրավիրվում մեդալակիր տղամարդիկ։ Երրորդ մրցանակակիրը փոխգնդապետ Վանո Խաչատրյանն է, պաշտպանության նախարարության երրորդ թիմ։ Երկրորդ աստիճանին կկանգնի լեյտենանտ Էդգար Գրիգորյանը, ազգային անվտանգության ծառայության երկրորդ թիմ։ Եվ այս մրցաձևում հաղթողի կոչումը նվաճում է սերժանտ Կարեն Բաբայանը, պաշտպանության նախարարության 5-րդ թիմ։ Շնորհակալություն։ Այժմ կպարգևատրվեն ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք մրցաձևի մեդալակիր թիմերը։ Մեդալակիրներին պարգևատրելու համար հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Պարգևատրման են հրավիրվում թիմերը։ Երրորդ տեղն է զբաղեցրել պետական պահպանության ծառայության թիմը։ Լեյտենանտ Կրիստինե Միֆտախովա, ենթասպա Սևակ Հովանիսյան, ենթասպա Էրիկ Կարապետյան։ Երկրորդ տեղն է զբաղեցրել Պաշտպանության նախարարության 5-րդ թիմը՝ կուրսանտ Մելինեթ Համրազյան, կուրսանտ Հովանես Մկրտչյան, կուրսանտ Ռազմիկ Հովանիսյան։ Առաջին տեղն է գրավել Պաշտպանության նախարարության 2-րդ թիմը՝ կապիտան Օքսանա Ալեքսանյան, շարքային Անդրանիկ Փելեշյան, մայոր Սեյրան Ավետիսյան։ Շնորհակալություն։ Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկով մրցանակակիրներին պարգևատրելու համար հարթակի մոտ եմ հրավիրում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Թիմերի ներկայացուցիչներին խնդրում եմ մոտենալ հարթակին։ Մրցանակային երրորդ տեղն է գրավել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի թիմը։ Մրցանակային երկրորդ տեղն է գրավել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության թիմը։ Եվ թիմային պայքարում հաղթողի կոչումը նվաճել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի թիմը։ Շնորհակալություն։ Հարթակի մոտ ենք հրավիրում Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերի ընդհանուր թիմային հաշվարկով ուժային կառույցների միջև մրցանակային տեղեր գրաված թիմերի ներկայացուցիչներին։ Պարգևատրման համար հարթակի մոտ ենք հրավիրում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երրորդ տեղն է գրավել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության երկրորդ թիմը։ Պատվոհարթակի երկրորդ աստիճանին կանգնում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության թիմի ներկայացուցիչը։
Եվ հաղթողի կոչումը նվաճում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 5-րդ թիմը։ Տիկնայք եւ պարոնայք, խնդրում եմ ոտքի, հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։